Ընտանիքի անապահովության գնահատման կարգում փոփոխություններ կատարելու մասին հարցը Զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան, համեցեք պարոն Թորոսյան։ Շնորհակալություն պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն ենք ներկայացնում ընտանիքի անապահովության համակարգի կարգավորումները երկու կառավարության որոշմամբ փոփոխելու հարցը։ Դուք գիտեք, որ մենք երկար տարիներ ունեցել ենք այսպես կոչված Փարոս համակարգը, պարոն վարչապետ, եւ անցյալ տարվա ապրիլից մեկ նոր համակարգ ենք ներդրել երկու մարզերում, Կոտայքի եւ Սյունիքի, որը փորձնական ենք ներդրել եւ այս որոշումներով այդ փորձնական համակարգի գործարկման ժամանակ ի հայտ եկած հարցերի լուծումներն են ըստ էության տալիս եւ ընդհանուր առմամբ այս նոր համակարգը գործելու է Հայաստանում հուլիսի 1-ից, այսինքն հուլիսի 1-ից սկսած արդեն բոլոր մարզերում եւ Երևան քաղաքում համակարգում ընտանիքների դիմումները ստանալիս մենք գնահատումը իրականացնելու ենք այս նոր մոդելով, որը մինչ այդ գործում էր միայն Կոտայքի եւ Սյունիքի մարզում։ Այդ մեկ տարի եւ մի քանի ամիսների աշխատանքի ընթացքում ի հայտ էին եկել խնդիրներ, որոնք ի սկզբանե կանխատեսված չէին եղել, որոշակի տեխնիկական հարցեր էին ի հայտ եկել եւ մենք դրանք լուծում ենք, բայց ընդհանուր առմամբ ուզում եմ տեղեկացնել, որ այս նոր համակարգը ավելի շատ միտված է մարդկանց ոչ թե համակարգում պահելու, այլ համակարգից դուրս բերելուն աշխատանքի, կրթության եւ այլ գործիքների միջոցով եւ մենք կարծում ենք, որ այն բերելու է մեր բազմաթիվ հազարավոր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման։ Որպեսզի թվերով ներկայացնեմ, թե մենք ինչ տվյալներ ենք ունեցել, պարոն վարչապետ, 2017 թվականի տվյալներով մենք ունեցել ենք մոտ 100,000 ընտանիք այդ Փարոս համակարգում, 100,000 ընտանիք։ Եվ 2026 թվականի հունիսի 1-ի դրությամբ, այսինքն մոտավորապես հիմա մենք ունենք 46,000 ընտանիք, այսինքն անկումը եւ հին համակարգով եւ այս նոր համակարգով, որը Կոտայք եւ Սյունիքն է, 54.1%-ով պակասել է կամ 2.2 անգամ։ Սա իհարկե նաեւ ցուցիչ է ընդհանուր աղքատության նվազման, որի ցուցանիշները մենք նաեւ տեսնում ենք մեր գործընկերների հրապարակած թվերով ազգային վիճակագրական ծառայության, մենք գիտենք, որ վերջի տարիներին այդ ցուցանիշը իջել է, ինչպես նաև մենք տեսնում ենք հարակից այլ ցուցանիշների միջոցով, օրինակ նույն գործազրկության թվերի անկում, միջին աշխատավարձի բարձրացում, աշխատատեղերի թվի բարձրացում, այսինքն բոլորը խոսում են նույն process-ի մասին։ Մի երկու թիվ էլ ներկայացնեմ հին համակարգի եւ նոր համակարգի վճարվող նպաստների չափի, պարոն վարչապետ, որտեվ թեև մենք ասում էինք, որ շատ քաղաքացիներ ձգտում են մնալ այդ Փարոս համակարգում, բայց այնուամենայնիվ այնտեղ միջին նպաստի չափը ընդամենը 29,000 դրամ էր, այսինքն զուտ ֆինանսական առումով այն որևէ լուրջ աջակցություն չէր տալիս ընտանիքներին, ի հակադրություն նոր համակարգի, որտեղ նաև նպաստի չափն է կարիքի հիման վրա որոշվում, այսինքն ընտանիքի չափից կախված, ընտանիքի անդամների տարբեր կարգավիճակներից, տարիք, հաշմանդամություն, այլ կարգավիճակներ եւ միջինը այս պահի դրությամբ Կոտայքի եւ Սյունիքի մարզերում 86,870 դրամ է, մոտ 87,000 դրամ, որը էականորեն կարող է բարելավել ընտանիքի վիճակը եւ ունենք նաեւ առավելագույն չափ էլի կախված ընտանիքի կառուցվածքից մինչեւ 280,000 դրամ նպաստ ստացող ընտանիքներ ունենք, բայց նորից եմ կրկնում համակարգի ամբողջ իմաստը եւ նպատակը այս մեր քաղաքացիներին այս վիճակից դուրս բերելն է, որպեսզի ինչ որ մի պահի նրանք այլևս կարիք չունենան նպաստ ստանալու եւ իրենց կենսագործունեությունը ապահովեն սեփական աշխատանքով կամ ինքնազբաղվածությամբ, իհարկե կլինեն վստահաբար շատ փոքրաթիվ քաղաքացիներ, որոնց կարիք կլինի ավելի շարունակաբար աջակցել, բայց նպատակը դրանից իհարկե չի փոխվում։ Մենք շատ ինտենսիվ այս ընթացքում իհարկե աշխատել ենք մեր մյուս նաև գործընկերների հետ, այդտեղ թվային տեխնոլոգիաներ են օգտագործում, պարոն վարչապետ, այս համակարգը գործարկելու համար մենք տարբեր բազաներից ինֆորմացիաներ ենք կարդում, ՊԵԿ-ի բազաներից, իհարկե բնակչության պետական ռեգիստրից, այսինքն ինքը նաև թվային փոխակերպման տրամաբանության մեջ է շատ կարևոր, մինիմալի է հասցված թղթային որևէ շարժ, շատ փոքր դեպքեր ունենք, որ կարող է հավելյալ կարիք լինի ինչ որ բան ներկայացնել,
ներկայացնել, որը մենք հաշվի կառնենք, ասենք օրինակ տարբեր հանգամանք, որը ոչ մի կերպ էսպային թվայնացված չէ, բայց դրանց թվայնացմանը զուգընթաց դա էլ ամբողջությամբ կվերանա, նույնիսկ դիմումը թվային է, այսինքն ոչ մեկ ոչ միտեղ գալու կարիք չունի։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, այդ բարեփոխումը, որի մասին պարոն Թորոսյանը նշեց, այսինքն անապահովության գնահատման նոր համակարգը շրջադարձային նշանակություն ունի եւ ես շատ ուրախ եմ, որ մենք ոչ մի քաղաքական նկատառումով չենք դանդաղեցրել եւ չենք կանգնեցրել այդ գործընթացը, որովհետեւ այս բարեփոխումը ունի շատ կարեւոր գաղափարախոսական եւ հայեցակարգային նշանակություն, որովհետեւ մենք պետք է ընդհանրապես հստակ կիսենք եւ համաձայնության հասնենք Հայաստանի Հանրապետությունում կյանքի միջին վիճակագրական մոդելի հետ, որն է կյանքի միջին վիճակագրական մոդել։ Կյանքի միջին վիճակագրական մոդելը կրթություն, աշխատանք, բարեկեցություն։ Այսինքն սա է այն առանցքը, որի շուրջ պետք է ցանկացած մարդու կյանքը կառուցվի, որովհետեւ բազմաթիվ հանգամանքների բերումով երբեմն ընկալումները այս առանցքից էականորեն շեղված են։ Եվ մենք պետք է հստակ այս ուղերձը տանք, որ այս կյանքի միջին վիճակագրական մոդելը հենց մարդու անձնական պատասխանատվությունն է դա իրագործելու։ Մարդու անձնական պատասխանատվությունն է, եւ սա մենք պետք է երեխաներին ներշնչենք դպրոցից եւ մանկապարտեզից։ Այս է պատճառը, որ մեր նորակառույց դպրոցներում եւ հիմնանորոգվող բոլոր դպրոցներում մենք անում ենք հետեւյալը, որպես երեխան երբ որ մտնի դպրոց, առաջին բանը որ նա տեսնի այն փիրուզագույն ցուցանակն է, որի վրա գրած է լավ սովորիր, որ լավ ապրես։ Երեխան պետք է հստակ հասկանա իր սովորելու որակի կապը իր ապագա կյանքի որակի հետ։ Եվ այսինքն մարդու առաջին պատասխանատվությունը հանրության եւ պետության առաջ ինքը իր կարիքները հոգալն է։ Այլ բան, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը առանցքում դնում է նաեւ մեկ այլ բանաձև, որ պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Մենք համոզված ենք, որ մարդուն ուժեղացնելու այլ ձև քան կրթությունն է գոյություն չունի։ Այսինքն, եթե ուզում ես մարդուն ուժեղացնել, պետք է նրան աջակցես կրթության հարցում։ Ընդ որում ես երեխաների մասին եմ խոսում, բայց այս մոդելը ցանկացած տարիքի մարդուն վերաբերվում է, որովհետև եթե մարդը պետք է հասկանա, եթե ինքը չունի տուն, ինչ պետք է ինքը անի, ինքը պետք է աշխատի եւ վաստակի տուն ունենալու համար անհրաժեշտ եկամուտներ։ Եթե չունի մեքենա, եթե ունի վարկ, ինչ պետք է անի, պետք է աշխատի եւ վաստակի իր վարկային պարտավորությունները մարելու համար անհրաժեշտ եկամուտներ։ Որովհետև այս վարկային պատմություններն էլ իրանք սոցիալ-հոգեբանական մակարդակում շատ կարևոր բան կա։ Ասենք մարդիկ անդադ ասում են, դե վարկ ունեմ, ինչով կարաք օգնեք։ Այս օգնության հարցին ես կանդրադառնամ։ Բայց ընդհանուր առմամբ երբեմն հասկանում ես, որ մարդը շատ մեծ տարբերություն է դնում ինքը բանկից այդ փողը վերցրել, թե հարևանից։ Որտեղ ոչ մեկ չի գալիս ասի, հարևանից պարտք եմ, չեմ կարող պարտքը տամ, կարող է դուք փակեք այդ պարտքը։ Որտեղ համարում է, որ եթե բանկից է վերցրել, այս պետական փող է, բայց մարդիկ չեն արձանագրում, որ բանկերի տրամադրված վարկերի մի հսկայական մասը իր հարևանի այդ բանկում դրած ավանդն է, որ այդ բանկը մատուցում է որպես ծառայություն, այսինքն փոխանցում է ուրիշներին։ Եւ ելի եմ ասում, մարդու անձնական պարտավորությունը կատարելը մարդու անձնական պարտավորությունն է։ Սա շատ կարևոր բան է։ Չի կարելի այդ բանը այդ թույլ տալ, որ զարգանա այդ հոգեբանությունը, որ դե հա դե պարտք եմ մի քիչ այս մեկը կտա, մի քիչ այն մեկ կտա, մի քիչ այն մեկ կտա, դենց արանքում յոլա կգրեմ։ Դա շատ վատ միտում է, ընդ որում ուրիշի համար չի վատ, այդ մարդու համար է վատ։ Որովհետև ինքը նշանակում է այդ
ցիկլից դուրս է գալու։ Ես չեմ ուզում թաքցնեմ, ասենք մարդիկ կան, որ օրինակ ինձ նամակ են գրում, ամեն օր նամակ են գրել, ասել են այսօր ես ինքնասպանություն եմ գործելու, եթե այսօր իմ վարկը չփակեք։ Եվ կամ մարդիկ, որ արդեն մի տարի այդ նամակը գրում են ամեն օր։ Սա պրոբլեմ է։ Մարդը պետք է հասկանա, որ իր պրոբլեմն է, որ ինքը երբ որ մեզնից յուրաքանչյուր մի պատասխանատվություն վերցնում է, ինքը չպետք է վերցնեն հույսով, որ այ մի ուրիշը կգտնվի կամ պետությունը, կամ հարևանը, կամ բարեկամը կգա այդ պատասխանատվությունը կգրի։ Դա վատ բան է, դա ապասոցիալական եւ ապահանրային գործելակերպ է։ Այսինքն առանցքում պետք է լինի կրթությունը, մենք ամեն ինչ պետք է անենք, իմիջայլոց ուզում եմ մեզ հիշեցնել, որ մենք կրթության շեմը պիտի իջեցնենք։ Մսուրային հատվածի զարգացումը մեր առանցքային թեմաներից մեկն է, որ մենք պետք է էլ եմ ասում ենք պիտի որոշենք, որն է այդ տարիքը, որից մենք արդեն այդ նաև մեր փորձագետները միջազգային ստանդարտը պետք է վերցնենք, եթե 6 ամսականն է, ուրեմն 6, եթե 3-ն է, 3, եթե չգիտեմ, ես փորձագետ չեմ, ոչ եմ մասնագետ եմ, մասնագետները կասեն։ Ընդ որում մենք այստեղ երկու նպատակ պետք է ունենանք, առաջինը, որ մայրիկները հնարավորինս շուտ վերադառնան կարիերայի կրթության աշխատանքի, բայց մենք պետք է վերաբերվենք այդ process-ին որպես կրթական process։ Այդտեղ էլ պետք է մենք չափորոշիչ ունենանք եւ ոչ թե ուղղակի բան այտենց զանգակ բան անելու զնգացնելու տրամաբանություն էլ պետք է իր տրամաբանությունն է, թե ինչի համար ենք մենք դա անում։ Այսինքն աշխատանք, կրթություն աշխատանք, բարեկեցություն։ Այս պետք է լինի մեր առանցքային փիլիսոփայությունը եւ գաղափարախոսությունը։ Հիմա, բայց սա չի նշանակում, որ պետությունը չի աջակցելու այս առանցքով առաջնորդվող մարդու։ Ընդհակառակը մենք այսօր տեսեք նույն եկամտային հարկի վերադարձի process-ով մենք բան ենք անում, մենք օգնում ենք այն մարդկանց, ովքեր հաջողակ են։ Այսինքն ովքեր կարողացել են այդքանը անել, մենք էլ ասում ենք, որ դուք այդքանը կարողացել եք անել, մենք էլ շարունակությունը կանենք։ Ես ուզում եմ հիշեցնեմ 2019 թվականին համահարթ եկամտային հարկի հետ կապված քննարկումները, երբ որ մեզ մեղադրում էին, ասում էին, որ դուք տեսեք, լավ աշխատանք ունեցող եւ աշխատավարձ ունեցողին եք բան անում, նույն ձևի եկամտային հարկ դնում վատին էլ եւ ասում ենք այո, դա մեզ համար ունի գաղափարախոսական նշանակություն։ Մենք այդ մարդուն ասում ենք շնորհակալություն, որ դու քո ժամանակը ոչ թե 1000 ներողություն քուչեքում պոպզած ես անցկացրել, այլ գնացել ես քո ժամանակի, քո ժամանցի, քեֆերի եւ այլնի հաշվին, գնացել ես կրթություն ես ստացել եւ կրթության հաշվին ստանում ես այսքան աշխատավարձ։ Դրա համար պետությունը քեզ շնորհակալություն է ասում եւ քո եկամտային հարկը նվազեցնում է եւ այդպես լինելու է միշտ, որ เป զի այդ կրթության դա էլ է կրթության խթանում, որովհետեւ ում մասին նկատի ունեն, որևէ մեկը չկա այդտեղ կամ կարող է շատ չնչին% մարդիկ լինեն, որ իրանք այդ աշխատավարձերը ստանում են առանց բարձրորակ կրթության։ Եվ սա կրթությունը խթանելու շատ կարևոր միջոց է եւ ճանապարհ է, եւ սա արդեն իսկ փորձով ապացուցված քաղաքականություն է։ Բայց նաեւ մենք պետք է մյուս խմբերին ոչ թե ասենք դե վերջ։ Մենք պետք է աջակցենք եւ անապահովության գնահատման համակարգը առաջին հերթին հենց աջակցությունը անապահովությունը հաղթահարելու։ Բայց մենք հասկանում ենք նաև, որ կարող է շատ երկար տևի եւ արդյունքում կլինեն մարդիկ ինչ-ինչ պատճառներով չի ստացվի, որ իրանք հաղթահարեն։ Մենք ամենք այդ մարդկանց էլ մենակ չենք թողի։ Ընդհակառակը մենք այս քաղաքականությամբ այդ մարդկանց գոնե կկարողանանք միջին ինչ որ մի արժանապատիվ շեմով աջակցություն ցուցաբերել, ել չեմ ասում, որ բայց աշխատունակ մարդկանց նկատմամբ մեր ռազմավարությունը պետքա լինի, որ իրանք պետքա գնան աշխատեն, իրանք պետքա կրթություն, աշխատանք, բարեկեցություն, իրանք պետքա մղենք այդ ճանապարհ։ Իհարկե կան մարդիկ, ովքեր ունեն աշխատունակության սահմանափակումներ։ Այս լրիվ ուրիշ պատմություն է։ Սա լրիվ ուրիշ պատմություն է, որ եւ այստեղ է, որ պետության սոցիալական քաղաքականությունը եւ սոցիալական համերաշխության տրամաբանությունը պետքա լիարժեք արտահայտվի։ Եվ ընդհակառակ այս ճանապարհով, երբ որ մենք առավել հասցեական ենք միջոցները օգտագործում,
այն շերտ են խավերը, որոնց մենք պարտավոր ենք ուղակի պարտավոր ենք իրանց կողքին կանգնել, իրենց կողքին կանգնելու մեր որակը էականորեն ավելի բարձր է լինում, չնայած էլի ուզում եմ հիշեցնել, որ այստեղ էլ մենք անելիք ունենք, որովհետև նույն հաշմանդամություն ունեցող անձանց բարագայում մեր քաղաքականություններն է հնարավորինս ապահովել նրանց ներառում այդ թվում աշխատանքի շուկա եւ ընդհանրապես կյանք։ Բայց էլի եմ ասում, կան այսօր ամենավառ օրինակը կան աշխատանք եւ լավ աշխատանք ունեցող մարդիկ, որոնց մեկ աջակցում ենք։ Եվ մենք ոչ մեկին աջակցելու չենք հրաժարվում եւ չենք էլ հրաժարվի երբեք։ Պարզապես էլի այդ տրամաբանությունը պետքա գործի, պետությունը ուժեղացնում է մարդուն, մարդը ուժեղացնում է պետությանը եւ մենք բոլոր դեպքերում ունենք մի խնդրանք, պայման, ակնկալիք, որ էլի բերենք պրիմիտիվության մակարդակի, ոչ մի քաղաքացի առանց հսկիչ դրամարկային կտրոնի պետքա որևէ գնումից դուրս չկա։ Իհարկե այսօր տեղեր ունենք, որտեղ հսկիչ դրամարկային կտրոն չկա։ Էս էլ մեր հաջորդ թեման է, որ մենք կամաց նաև պետքա մտնենք այդ տեղերը, որոնք զարգացած երկրներում այդտեղ չկա, որտեղ հսկիչ դրամարկային կտրոն չկա։ Ասենք նույնիսկ շուկայի, գյուղատնտեսական շուկայի բաներում բոլոր տեղերը դրած է, հսկիչ դրամարկային կտրոն դրած է եւ դա հաշվառվող առևտուր է, ու սա իհարկե կապված է նաև հարկային քաղաքականությունների հետ, բայց այսօր այդքան շատ ման չանենք, չծավալվենք եւ այդ ուղղությամբ չգնանք։ Բայց ակնհայտ է, որ աղքատության մակարդակ, ծայրահեղ աղքատությունը ըստ էության վերջին տվյալները գոնե մեզ ասում են, որ ձգտում է 0-ի։ Եվ այս տեմպը միանշանակ մեզ բերելու է զրոյացման, բացի այն դեպքերից, երբ որ ասում են, որ այնուամենայնիվ լինում են դեպքում, ինչ ուզում ես արա, ինչ ուզում ես արա։ Մեկը, երբ որ մենթալիտետային կամ կենցաղավարության մակարդակի խնդիրներ կան եւ չի լինում հաղթահարել այդ խնդիրները, ինչը չի նշանակում չպետք է աշխատենք այս ուղղությամբ։ Այնպես որ մեր սոցիալական քաղաքականությունների իմաստը եւ տրամաբանությունն է նա եւ գուցե թե մենք նոր կառավարությունում գուցե թե մտածենք նաեւ նախարարության անունը փոխելու մասին, որպեսզի այս տրամաբանությունը ավելի տեսանելի արտահայտվի այդ թվում նախարարության անվան մեջ։ Դա դեռ կքննարկենք, դա ընդհանրապես գաղափար է, գուցե այո, գուցե ոչ։ Խնդրեմ։ Արջ արձագանք եմ, պարոն վարչապետ, ձեր նշած որոշ հարցերի միանշանակ ճիշտ է, որ մենք միայնակ չենք թողնում մեր շատ քաղաքացի, որոնք այս պահին առնվազն աշխատանք չունեն, ու հիմա էլ նույնիսկ պիլոտի շրջանակներում մենք ունենք առաջարկ մեր քաղաքացիներին, օրինակ հանրային աշխատանքներ կատարել եւ դրա դիմաց փոխհատուցում ստանալ։ Մենք հիմա նախագծում ենք եւ շուտով կներկայացնենք նաեւ կառավարությանը մի լայնամասշտաբ ծրագիր, որը մեզ թույլ է տալու մեր մոտ գրանցված գործազուրկներին եւ աշխատանք փնտրողների թվային գրագիտությունը բարձրացնել, այդ ծրագիրը լավ ավարտածների նաև տալ սերտիֆիկատ, որով կկարողանան կրթական ծրագրերի մասնակցել ԿԳՄՍ-ում գրանցված այդ ցանկից։ Մենք նաև այսօր պարզապես չուզեցա ամբողջը թվարկել, նաև կենցաղավարության եւ ծնողավարության պարտադիր պահանջ ենք դնելու այս ծրագրում, որ քաղաքացիները անցնեն եւ հրաժարվելու դեպքում նաև ինչ որ առումով ավելի դժվար լինի իրանց համար նպաստան, այսինքն մեր բոլոր տարբեր քաղաքականությունները համախմբվում են այդ ձեր ասած տրամաբանության մեջ կրթություն, աշխատանք, բարեկեցություն, պետության աջակցությամբ կամ ուղղորդմամբ, հա, բոլոր մակարդակներում նույն հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիների տրամադրվող աջակցող միջոցների ծավալն ամեն տարի ընդլայնվում, արտապատվիրակված ծառայություններն են շատանում եւ այն ձեր ասած հատվածը, որ ասում եք, որ իհարկե կլինեն քաղաքացիներ, որոնք որ չեն կարողանա ինչ որ պատճառով մեր վճարած իմ ասած թվերով նպաստը իրանց այնուամենայնիվ կհանի ծայրահեղ աղքատությունից, այսինքն ծայրահեղ աղքատության ամբողջական վերացմանը մենք շատ մոտ ենք եւ հույս ունենք, որ այս տարի աշնանը մոտավորապես հրապարակվող թվերը 25 թվականի համար կլինեն ավելի լավը, քան 0.6%-ը, իսկ 26-ն էլ դե պարզա առավել լավ, որտեղ մնացած բոլոր ցուցանիշները, ինչպես նշեցի, խոսում են դրա մասին։ Պարոն Մնացականյանից մենք կարող ենք հույս ունենալ, որ աղքատության հաշվարկման մեթոդաբանությունները գոնե միջնաժամկետում այլևս չեն փոխվի, որովհետև
նախորդող հիմա վերջին ցուցանիշները, որ մենք ունեցանք, մեր հիմնական խնդիրն էր, որ ինչքան եթե ճիշտ հասկացա, որ մեթոդաբանությունն է փոխվել եւ նախորդ տվյալի հետ համադրելի չեն։ Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, ցավոք իմ պատասխանը